Մենք չենք տեսել ոչ մի թերսնված պաղեստինցի, ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Ըստ դրա Գազայում սով չկա, միայն զրկանքներ։ Մենք շատ զգույշ ենք, որպեսզի խուսափենք քաղաքացիական բնակչությանը վնասելուց, ասել է Իսրայելի վարչապետը։ Գազայի ամենաբարձր շենքը Մեքքա աշտարակը փլուզվել է իսրայելական հարվածի հետևանքով։ Իսրայելցի զինվորականները ոչնչացրել են այն Համաս խմբավորման կողմից ռազմական նպատակներով օգտագործելու պատճառով։ Մեքքայի աշտարակը 16 հարկանի շինություն էր։ Հարվածի հետևանքով դրա տեղում սև ծխի հսկայական ամպ է առաջացել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Թրամփի վարչակազմի նպատակն էր զրկել Իրանին միջուկային զենքից, դա հեշտությամբ կարելի էր իրագործել։ Նա պնդել է, որ Արևմուտքն այս հարցն օգտագործել է որպես պատրվակ հարձակման համար, ինչը պետք չէր անել։ Փեզեշքյանը նաև Fox News-ի հաղորդավարուհի Մարթա Մաքքալումին հրավիրել է այցելել Իրան, անձամբ տեսնելու, թե ինչպես են այնտեղ հարգվում կանանց իրավունքները։ Այն, ինչ դուք տեսնում եք Իրանի մասին եւ ինչ ձեզ են պատմում արևմտյան հետախուզական գործակալությունները, շատ տարբերվում է իրականությունից, նշել է նա։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի Եվրոպամետ կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում։ Սանդուի գործողությունների եւ համերաշխության կուսակցությունը հավաքել է ձայների ավելի քան 50%-ը։ Նախկին նախագահ Դոդոնի ընդդիմադիր հայրենասիրական ընտրական դաշինքը, որը պաշտպանում է Ռուսաստանի հետ մերձեցումը, ստացել է ձայների 24.25%-ը։ Չափավոր Եվրոպամետ այլընտրանք կուսակցությունը զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ պոպուլիստական մեր կուսակցությունը 4-րդը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 52%, ընտրություններին մասնակցել է 14 կուսակցություն, 4 դաշինք եւ 4 անկախ թեկնածու։ Միչիգանի նահանգում 40-ամյա տղամարդը մեքենայով մտել է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու գլխավոր դարպասը, ապա կրակ բացել։ Առնվազն 5 մարդ է զոհվել, իսկ 8-ը վիրավորվել։ Փոխհրաձգության ժամանակ սպանվել է նաև հրաձիգը։ Եկեղեցում բռնկվել է հրդեհ, որը մարվել է։ Չինաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր կամուրջը, դրա բարձրությունը 625 մետր է, այն 9 անգամ բարձր է Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպաս կամրջից։ Սագրադա Ֆամիլիան Անտոնիո Գաուդիի տաճարը Բարսելոնայում, որի շինարարությունը սկսվել է 1882 թվականին, շուտով կհասնի իր լիարժեք բարձրությանը։ Մինչև 2025 թվականի ավարտը շինարարները նախատեսում են 17 մետրանոց խաչ տեղադրել ամենաբարձր աշտարակի՝ Հիսուս Քրիստոսի աշտարակի վրա։ Դրանից հետո Սագրադա Ֆամիլիան կդառնա աշխարհի ամենաբարձր քրիստոնեական եկեղեցին։